ողջույն բոլորին, երեխեք ջան, չենք նայում իմ սանրվածքին, որովհետև արթնացել եմ բուկվալին մի 25 րոպե առաջ, հասցել եմ միայն լվացվել, ատամ լվանալ, հիմա սուրճս եմ ուզում խմել ու պիտի գնամ ժեստում դասի եմ այսօր, այնպես էլ ձյուն սկսեց փրթել, Էդ եմ ասում, ամեն անգամ որ ձյուն է գալի, նկատում եմ, որ չեմ ուզում տնից դուրս գամ, որովհետև ինձ թվում է, որ չգիտեմ, պետք չի, ապահով չի, բայց իրականում առաջ ինչքան սորակալ չէ, որ ձմեռը պիտի ձյուն գա, ասում եմ, ինչի հավես է ձմեռը ձյուն գա, դե հա, հավես է որ ձյուն է գալիս, բայց չգիտես խե անվտանգ չի թվում, թե փողոցները կարծես թե բաց են, նայում եմ պատուհանից, ճանապարհները բաց են Ինչևէ, իրականում ես ուշանում եմ, էշիական չքնած եմ, կամ զարթուցիչս չի խփել, կամ զանգելա ես չեմ տեսնել, որովհետև կես ժամ ուշ արթնացանք պլանավորածից, բայց ինչևէ, հիմա արագ սուրճս խմեմ, արագ գնամ մի հատ դուշ ընդունեմ ու եթե չասեմ, դե չեմ քսի ինչ-որ պիտի թռնեմ արդեն։ Ձյունը իջնում է թեթև երկնքում, չգիտեմ ինչ Այս պահին չի գալիս, բայց մի քիչ առաջ չէ գալիս է, բայց թույլ է գալիս, մի քիչ առաջ փրթում էր, հեսա տաքսիս կա ժողովուրդ ջան, հուսամ, որ այսօր բացականներ ենքան չեն լինի, որ դասը չեղարկվի, սյոտակի այս օրերին բացականների հակվածությունը ավելի բարձր է, տեսնենք ոնց կլինի, հավես է իրականում, չգիտեմ, ես ուրախ եմ, որ սենց լավ ձմեռ արեց, որ նախ օդը մեն մաքրվի, երկրորդն է նորմալ է, սա էլի Անընդհատ եմ ասում, որ մենք արդեն հետ ենք վարժվել, բայց իրականում պետք չի։ Ես հասա երեխեք ջան, շատ ուժեղ մառախուղեր ես վերևներում, որպեսզի հասկանաք, այն հեռվում ոչինչ չի երևում։ Դաժե իմ տարածքում է մառախուղ, ուղղակի կադրը ավելի հարթ է փոխանցում, քան կա իրականում։ Տեսեք, այն տելևիժկան հիշում եք, չկա։ Ես արդեն մեր մոտ եմ, դասս ավարտվեց, այսօրվա դասը պարոն Մերաբյանի հետ էր, ֆոբիաներն էր, թեման հավես դաս էր։ Եկա մտա MG, գնամ տուն, դավը պատվերներ էր էլի, տվել թե սիրտը ինչ ա ուզում, թե համար չէի կարող չմտնել, մի անդուր սեխ ու շլոպ եղանակ, մարդ չուզում տնից դուրս գա։ Մենք դուրս եկանք, գնում ենք, դավս պատուանից պակա էր անում, սիրտը լցվել էր, ասմա չեմ ուզում գնաս։ Այսօր ենքան վատ եղանակ, իրան չէի կարող տանել, էլի շատ դիսկամֆորտ գնել։ Որոշեցինք մետրոյով գնալ, հատկապես որ բանկոմատից պիտի օգտվեմ։ Կգնանք իջնենք հրապարակում, հետո այնտեղից ոտով կբարձրանանք Մոսկվա կինոթատրոնի մոտ։ Հա տղես։ Ահա։ Yeah, it is them kids. Yeah, someone is down. It's someone about the Kachika, it's someone else. Check it, work to my bed and it's someone more on my body, honey. So, Menganati has sunk metro, no metro is Dursegang. Hima, Aboviano Varsanak, the P. Kino Moscow, Tarat, for the Garisneri. What? Huh? It's cheap. Check yanks. So, we had a sahuma. Can't you stand on chocolate? No chocolate. There is I'm Palma, but Mama, just right. Ha, Antida. Make a herbum. There's no more 9-inch bed chair for this night. Հոտ մեմ չբարձրացնել նման բաները, որպեսզի իմ վախերը չփոխած։ Мама, фольга может быть отпечатана? Чё? Има фольгой можно в телефон играть? Фольгу? Да? Нет. Если я не поняла, о чем ты, но нет, наверное. Մի ժամա համոզում եմ, որ ես անկյունում ֆոտո անեմ, եկա մի վարկյա կանգնեց ու իջավ։ Սիրուն բաներ, այնտեղ վրձին կար։ Հա, բախի չեն նկարել։ Դե ամեն դեպքում դուք անհամ եք, չեք սիրում նկարվել։ Մենք արդեն գնում ենք Այվազովսկու նկարների վիրտուալ ցուցահանդես։ Այսպես 3D տարբերակով ոնց որ հայտնվում ես նկարում։ Այվազովսկու ծովանկարները
ստեղծագործական հաջողություններ մաղթեց կստակ նկարչի։ Այս ակնթարթային հանդիպումը որոշիչ դարձավ ապագա վարպետի ստեղծագործության հիմնական թեմաներից մեկի ձևավորման գործում։ Նրան նկարների մի ամբողջ շարք, որոնցում միավորել է ծովի քնարերգությունն ու պոետիկ կերպարը։ Էսի սուրտա, մատակի ջունան ստեվրա։ Հալու մաշու։ Ուրեմ ջունա գալի ցուրտ։ Սառել եմ, բայց այս Արտաշեսը ուզում եմ, որ մենք միասին գնանք ինչ որտեղ մի բան ուտելու։ Ես որոշել եմ իրան տանեմ մեր համալսարանի փող բալես։ Ռուսիայի վերևում գտնվող բանը, այդպես Ռուսիա մոլի վերևի հարկում կա էլի տարբեր սնունդի տեղեր են, հա? Նստում ես, միշտ որ կուրսով գնում ենք այդտեղ։ Ու գնանք Խորենա Դավի հետ գնալու է տատիկեն տուն, մենք էլ ստեղից կգնանք ելի տատիկեն։ Մենք լիֆտ նստեցինք, այս թափանցիկ լիֆտը, հավես է։ Դա։ Ու բարձանում ենք սնունդի հարկ։ Արտաշեսին վերցել ենք սպագեցի, պիպիրոնի եւ սա խոզապուխտով պանիրով ինչ-որ բան է, ինձ վերցրել եմ պիցա եւ էլի այդ պանրով եսի մինչը։ Մեզ բարի ախորժակ տղես։ Արտաշեսը նաեւ ուզեց բանան ելակով ֆրեշ, համով է։ Շատ։ Մենակ մռուցիկը տարի մաքրենք, սա ուտելիք է։ Խնդրեմ։ Երեխեք ջան, մենք կայանում ենք, Խորենենց հետ հես այստեղ միտեղ կհանդիպենք։ Վայրբերիսից համ Սուսիկը պատվեր ունի, որ հասել է, համ ես, համ էլ ոնց որ թե Խորենը։ Մտեմ էկլեր առնեմ, Սուսիկ ենց են գնալու, որ սուրճ կամ թեյ խմենք։ Մի րոպե արևս։ Լավ ժամանակ անցկացրեցինք, զրուցեցինք։ Մտանք տարբեր խանութներ, այդ Stranger Things-ի բաները չգտանք։ Ոչ մի տեղ։ Բաբշե Kinder Joy չկա, չեմ գտնում։ Ես մտա էկլեր առա, կես կիլո, կեսը Սուսիկ ենց տանը կթողնեմ, կեսը մեր տուն կտանեմ, Արտաշեսը շատ է սիրում։ Եվ ոչ միայն Արտաշեսը, բոլորս էլ սիրում ենք։ Հիմա մնում եմ մի հատ կապ հաստատեմ Խորենի հետ, տեսնեմ ինքը ուր է, որ Վայլբերիս լինեմ։ Տիտիկները հիմա դրսում չեն, թաքնվել են իրենց բներում։ Եկան, լուրջ։ Հա։ Հրնեմ, սպասում ենք էստեղ, համեն սելֆիներ ենք անում հայլում էր։ Գնացինք, արի, տեսնենք ուր են, զանգում եմ չի վերցում Խորենը։ Ու երացկոտ կտուրներին, բերին ջերմակ հանդարտություն, ու երացկոտ կտուրներին, բերին ջերմակ հանդարտություն։ Նա է կինում կյանքն է գալիս, ավելի ճիշտ էնում կյանքի։ Խոր ինչի գլխարկ չես դրել էլի, մենակ ինձ ասում գլխարկ։ Հեսա գա պայուսակի մեջ է գլխարկը, բայց երբեք չի դնում։ Եկան, ուտեմ քեզ, կորուտիլ եմ քեզ։ Ձեր բռնած բարձանում են կանձերս։ Какие у меня дружные сыновья. Աշխարհով, բայց Սուսիկ ենց տան ուտելիքներ։ Սուսիկի դետ է բացում, ձեր տան ամեն ինչը համով է։ Այսօր Դավն էլ ասում, տատիկը ուրիշ ջեմ է սարքում։ Մի խոսքով, ֆանատներով եկել հարցակվել ենք Սուսիկի սարքածների վրա։ Շատ անուշաբույր սուպա, так что ինձ բարի ախորժակ, ձեզ էլ ջիջիլ։ Сегодня какой-то бебик, идет девушка, потом волки забрали. Страшилкаներ է պատմում ես։ Кусали его, потом мама придет, волк придет. Потом его кусает, потом папа придет Албан, то кофе, то Тиан. Մենք Սուսիկ ենց տնից դուրս եկանք, Խորեն երեխեքին մտցեր այս խանութ ինչ-որ համով բան առնելու։ Ես չմտա, որովհետև ձերքից թթու կար, էլ չուզեցի դնեմ այդ ազդերի մեջ, ասեցի սպասեմ, դուք մտեք եկեք։ Մի խոսքով, երազում եմ արդեն տանը հայտնվեմ, գլխացավի դեղ խմեցի, շատուգը գլխացավ ունեի։ Մեյքափը, որ երկար ամենում դեմքիս ու մանավան գիշերը, այդ գիշեր վատ եմ քնածնում, իրը 4 ժամ եմ քնես գիշեր, միշտ ուժեղ գլխացավ ասում։ Դավեթ, ինչ ես անում։ Պազիրովաց ես ամ, Արտաշեսը։ Это ну такой. Հա, դու պազիրովաց ես անում, Արտաշեսը։ Ես գիտեմ ես ինչա նկարում։ Ինչ է նկարում։
Անունը ինչ է դրան։ Անունը ինչ էր դրա։ Իսկ էսով այս ուգորնիկները ներկել կապույտ գրիչով։ Հնդավ կամ Արտաշես։ Ո՞վ է ներկել սեղանի անկյունն է։ Հրաշքներս 1 րոպե ուշադրություն, որովհետև ես ձեզ ուզում եմ ծանոթացնել մի հրաշք ընտանիքի հետ, ով ապրում է Շվեդիայում։ Մարտինը, Անահիտը եւ իրենց փոքրիկ որդին Արտաշեսը իրենց YouTube-յան ալիքով ուզում են ձեզ ցույց տալ իրենց կենցաղի ամենատաքը, ամենաջերմ, ամենագեղեցիկ հատվածները։ Վայրեր, որտեղ իրենք ճաշում են, խանութներ, որտեղից հետաքրքիր գնումներ են կատարում, առօրյա, որտեղ ամեն ինչ շատ ջերմ է, տաք եւ անմիջական։ Ես ինքս անձամբ անպայման պիտի հետևեմ իրենց YouTube-յան ալիքին, որովհետեւ ինձ շատ դուր է եկել թե իրենց մարտտեսակը, թե այն էնտուզիազմն ու հետաքրքրությունը, որով վարում են իրենց ալիքը։ Մի հատ նայեք այս փոքրիկ Արտաշեսին, ոնց կարելի է իրեն չհետևել։ Կարծում եմ մեզնից յուրաքանչյուրի համար որևէ դժվարություն չի, եթե անցնենք հղումով, որը ես կթողնեմ թե նկարագրությունների բաժնում, թե մեկնաբանությունների, follow լինենք իրենց ալիքին եւ ոգեշնչենք, որ ել ավելի մեծ էնտուզիազմով նկարեն հետագա հոլովակները։ Վերցնում եմ հետս իմ մեյքափի պարագաները։ Ստոկհոլմի ամենամեծ մոլն է։ Սիրուն է։ Ասում եմ մտածել եմ սնունդս ինձ ինչ կարակներ եկեք միասին լսենք իր ռազմաշտենյաները եւ ինչ կարակներ իրենք։ Ճոնքս։ Ես շատ եմ ուզում, որ ինքը շուն ունենա, որովհետև շատ է սիրում, բայց այդտեղ մենակ այն ֆակտորը չի, որ ես եմ վախենում շներից, որովհետև ես տեսակում մի քիչ անձնազոհ բաներ ունեմ, ու հենց կարող եմ, չգիտեմ, ինձ որ հաղթահարման երգեր գտնել եւ այլն, բայց դրանից բացի պապան, տատիկան, սուսիկներն այնպես վախենում շներից, իսկ խորիկը զզվում է, որ ասենք այդ մազնկնի ճաշի Ես իր այդպես բան կողնեմ։ Կյանքս դուսկի քոնետերից չես անում։ Աբը բաչում մնակալաջին նկարում Առանձին նկարում ենք առանց քեզ կներես։ Նայ, եկեք առանձին շարունակեմ այս շան թեման, որովհետև դավը խանգարում է չեմ կամ նկարեմ։ Ես հələ ինձ մի կողմ կարամ դնեմ, ասում եմ տատիկը մեր դու вообще չի գա, խորենն էլ հաց չի ուտի տանը, ու խորենը մի քիչ զզվող է իր տեսակով, ասենք իք կենթանում ազբան, անընդհատ կմտածի, որ ճաշի մեջ այդ կա։ Ու էլի հազար ունի պատճառ իրականում, նախ եւ առաջ ինքը պահանջում է խնամք, պահանջում է հավելյալ բյուջե, որտեղ կենթանիների համար նախատեսված թե բժշկությունը, թե խնամքը, ամեն ինչը թանկարժի, ու դու պիտի պատրաստ լինես, որ այդ կենթանում սիրես ընտանիքի անդամի պես, խնամես, հոգ տանես, կանոնավոր հանես դուրս, ման տալու, չգիտեմ, բժշկի տանելու, այնտեղ պատվաստումներ է ինչերա։ Մի խոսքով, հազար ունի ֆունկցիա է դա իր մեջ ներառում, ու տարբեր ասպեկտներով դա, չգիտեմ, բան չի, չլնող բան է, սենց ասեմ։ Ես Արտաշեսից միշտ ասում եմ, որ մեծանաս ու քո տունը ունենաս, դու քո ցանկությունը կարես իրականացնես, էլի, դա արդեն կլինի քո պատասխանատվությունը, քո իրավունքը, քո տարածքը։ Հիմա ցավոք սրտի ես անկյաց մեկ-մեկ որ թերթում եմ համացանցը, շունիկներ եմ տեսնում, սենց ձագուկներ, դե նայեք, դու գիտեք, այդ իմ վախը փոքր տարիքից է գալիս, բայց եմ շատ պուճուրիկ շներին, այն որ չեն մեծանում, պատկերացնում եմ, որ հնարավոր է իրանց կարողանամ մի ձև, չգիտեմ, պսիխոլոգիչ աշխատանք տանեմ իմ հետ, ու մի ձև ընդունեմ, որ չմեծացող շունիկ լինի։ Ու շատ հաճախ պատկերացնում եմ, որ նվիրում ենք իրան, իր էմոցիան ենք շատ, այդ որ ինձ ասում էին դու քո վախը կփոխանցես բան, ես նախ աշխատել եմ այդ չանեմ, երբեք, բացի այդ երկու երեխեքս էլ շատ էր սիրում շուն ու չեմ վախենում։ Ես շատ եմ ուզում, որ իր երազանքը կատարվի ու շատ եմ պատկերացնում, որ նվիրենք իրան, ինքը ինչ էմոցիաներ կունենար, բայց տարբեր ասպեկտներ կա, հələ ֆինանսը մի կողմ գիտեք, որ ես ու խորենն էլ նենց մարդ ենք, որ շուն գա մեր տուն, ինքը կդառնա մեր ընտանիքի անդամ, այսինքն մենք հոգ կտանենք, մենք կարգավորենք բոլոր հարցերը, բայց այդ մասը, չգիտեմ, խորենին չեմ պատկերացնում, ու մեկ էլ անկեղծ եմ ասում, ես ինձ էլ պատկերացնում, բայց մեկ էլ սուսիկին չեմ պատկերացնում, ինքը մեր տուն չի գա, որտեղ ինքն էլ է շատ վախենում շներից, ու եթե ես մի տեղ էլ կարող ասեմ, չգիտեմ, ինչ-որ մեթոդներ գտնեմ հաղթահարեմ այդ, այլ իրան չեմ պատկերացնում։ Մի անգամ Արտաշեսը որ ասեց, սուսիկը կատակով ասեց, ես ձեր տուն չեմ գա։ Ծիծաղս
երազանքը հուսամ կկատարվի։ Գիտեք, անկեղծ ասեմ, եթե սեփական տուն ունենայինք, այդ ժամանակ հնարավոր է ինչ-որ շուն ունենայինք, դրսում չեմ ոչ հասկանում ես հատկապես պարոդիստի շներին դրսում պահելներ են, չի, բայց մտածում եմ, որ տանեկից որ սիրուն տուն կարելի էր իր համար սարքել։ Չեմ պատկերացնում, կարճ ասած, ուզում եմ մեթոդներ ելքեր գտնեմ, բայց առայժմ բան չի կտրում, դա ոնց կարելի է կազմակերպել։ Ես կյանքումս մի անգամ եմ շուն պահել, փոքր տարիքում, մեր Վանաձորի տանը միշտ Բաքում եղել է շուն, այն ժամանակ տատիկ էց ես կողմում միակ շուն կար, ջեկո ենք ասում, ու էլի տենց եղել է այդ տարածքում շուն, դրսի շուն։ Այդ հիշում եմ մի անգամ, որ փոքր էի, դրսում մեր դրան առաջ, այդ ժամանակ մամաս մահացած էր արդեն, մի հատ շուն գտա, պուջուր, այնքան պուջուր էր, որ երկու քայլ քայլում էր ու գլորվում էր, չկա։ Ու սիրտս չտվեց, դա ես միշտ ասել եմ շներին, ես սիրում եմ, շնայած վախենում եմ, բայց սիրում եմ շատ։ Որոշեցի բերեմ տուն։ Սենց ժամանից արեցի, համ չեմ կարող կպնեմ, համ հասկանում եմ, որ ես իրամ չեմ կարող թողեմ դրսում անվեր։ Ոբշմ, բերեցի տուն, դա ինքը կամը պուջուր էր, ես կարող էի անից փախնեի, որ ինձ չկպնի բան։ Հետո պապան եկավ, ասացի պապա, շուն եմ գտել, այ մատ, այս տանը ոնց եք, բայց այս բան էր։ Հետո հիշում եմ, խնդրեցի, ասացի պապ կնի իրան դու բալուր անես, իրու կտորում։ Դե ակուրատ որ թաթիկներից չջարդվի, սենց փաթաթես, որ ես կարանամ իրան բռնեմ, ինքը ինձ չկպնի, ես այդ կպնելուց եմ վախում, որ ինձ մեկ-մեկ ասում է շունը չի կծում, ասում եմ ես այդքան կծելուց չեմ վախում, ինչքան այդ կծելուց եմ վախենում, պրիկասնավինյանները ոնց որ չեմ կարող կպնեմ, ցանկացած կենթանում, մենակ շան չէ, կատու լինի, բան, ես չեմ կարող դիպ չեմ, դա ինչ-որ մեծ բարիեր է իմ համար։ Ուտես պապան փաթաթել էր, ես հիշում եմ այն հին կեչուպներ, նու հիմա էլ կան այդ կեչուպներին, այս ժանագին 180 դրամաս կեչուպների շշից լվացել էի, մեջը կաթ էի լցրել, ուտես կերակրում էի այդ շանը, հետո ինքը մեծացավ։ Ես տենց փախնելով ապրում էի իր հետ, այսինքն դիվանից դիվան էի թռնում բան, որ ինձ, հա, զրուցում եմ։ Հետո ինքը սկսեց ստրիմից իրեն մեծանալ, մեզ քոն։ Ես արդեն հասկացա, որ չեմ կարող իրանից փախնեմ ու խնդրեցի պապայից, որպեսզի տանի իր գործի տեղը։ Պապան տարավ այդ շանը իր գործի տեղը, ու գարաժում էր, պապաս ավտոմեխանիկ էր էլի։ Ու այդ գարաժում այդ շանը պահեց, շատ սիրում էր, անունը Ժուժու էր դրել կարծեմ։ Հետո որ մենք տեղափոխվում էինք Վանաձոր, այդ շունը պապան խառնը ոնց էր սիրել, խառնված ման էր գալիս, Ժուժա, կներեք Ժուժա։ Ման էր գալիս տեր ու կարա տա այդ Ժուժային, որտեղ չէր կարա տես թողեր էլի։ Ման էր գալի, հետո իր անկերներից մեկը ասեց, ես կպահեմ այդ շանը։ Բայց ես ինչ-որ վստահ եմ, որ այդ սուտ էր, ուղղակի ասեց, որ պապան հանգստանա ու կարանա գա Երևան։ Ու հիշում եմ, որ ավտոն արդեն բարձել էինք մի քանի իրերով, բան, որ պիտի գանք, այդ Ժուժան կանգնել էր մեր այդ դքի վերևում։ Ու նայում էր, տխուր, միջև հիմա այդ հիշում եմ։ Իրա պատմությունա պատու հիշում ես, որ ես փոքր էի դու Միշկայով աջալի մեջ Կյանք ինքը պարոդա չուներ ինձ թվում, ինքը սենց բան դրսի շուն էր, բայց ինքոն սպուշիստ էր, մազերուս լավն էր շատ, էլի մռութը շատ սիրուն է, հա դու էլ ես մռութով շունիկ Արտաշեսս հենց նոր լողացավ, քանի որ ինքը մազերը որոշել է երկարացնել, ֆենեցի մի քիչ, ստացվեց ֆենել ու շատ սիրուն է, ոնց են Դիսնեյվսկի մուլտերի արքայազներից ունի, շատ է դուրս գալիս, չգիտեմ։ Նիկիտը սուրպրիզը ով է այդ։ Կինդը սուրպրիզի վրա է տղայի։ Հա, ուտեմ քեզ։ Մի խոսքով Արտաշես, ты красавец, мне очень нравится։ Չեք հավատա, բայց այնքան եմ ուրախացել, որովհետև ընդհանրապես մի քանի օր առաջ է պատվիրել խոհանոցի համար նախատեսված վարակույրը, բայց ինքը արդեն հասել է։ Գացեք։ Չեմ ուզում սենց մանրամասն ցույց տամ, որպեսզի կախած տեսնեք, ինքը բաղկացած է սպիտակ եւ կանաչ տյուլերից։ Ես իրան կլվամ կարծում եմ, մի հատ նոր կկախենք, որովհետև ինչ ուզում է լինի տարբեր ճանապարհներով անցել Սուրհոտունի։ Մի հատ կլվամ ու այդպես կկախենք իրան, շատ սիրունիկ է ստացվելու։ Հետո, քանի որ ես
ռեմոնտի գործի արդյունքում իմ չստերը այսպիսի ներկոտ տեսք ունեն, Խորենը վերել այդ նույն չստերի, ես մի տարբերակ, ասма մի հատ էր մնացել, ու քեզ էր սպասում հաստատ, մի խոսքով շատ ուրախացա, որ նորմալ չստիկներ կունեն։ Կյանք չի մաքրել։ Ու ինձ համար վերագրիչներ տարբեր, գիտի որ գրում, շատ շնորհակալ եմ իրան դրա համար եւս, մինչեւ ինքը նորից իջավ խանութ, ուզել էի տավարի ու խոզի միս, որ կատլետ սարքեմ, այս անգամ որոշեցի խոզի միս էլ լցնեմ, Սուսիկի հետ երեք էդ էինք քննարկում, ոնց անենք էլի, կատլետի բաղադրատոմստը իրենից հարցնում իր տարբերակը, որովհետեւ իր տարբերակը ինձ շատ է դուր գալիս, հասկացա, որ պետք է այդտեղ մի քիչ ճարպ ավելացնել, ես շատ անյուղ մսով եմ սարքում, իսկ այնպես ավելի համովայելի ստացվում իրականում, դրա համար ասել եմ 1 կիլո տավարի միսա բերել, ջանա, ու կես կիլո էլ խոզի միսա բերել։ Պաքսիմատ եմ ուզել, պաքսիմատով այս անգամ ուզում եմ պանիրովկա անեմ, տենց նոր դնեմ, որովհետև դավը իր տատիկի սարքած կոտլետի երկրպագունն է, ուզում եմ տենց նման ստանամ, էլի նման տարբերակով սարքեմ։ Էդ էլ այդպես, ես հիմա նստած էի թեզիս վրա, բայց մի հատ այս կգցեմ թող լվացվի վարակույրը ու պիտի նաև ստիպված ընդհատվեմ, որովհետև ուզում եմ պատուհանը մաքրեմ, նոր վարակույրը կախենք, այդպես ավելի սիրուն կլինի կարծում եմ։ Так что ուզեմ պիտի հիմա ընդհատվեմ։ Վերջ, ես գցեցի, որ լվացվի, դրել եմ 0 օդժին տարբերակը, որպեսզի թաց լինի ու հեշտ ղեկավարելի, մի թեթև հարթուկեմ ու կկախենք, որ լավ եմ ուզում, շատ է էլի ճմրթում։ Ներկը, որ ավելացել էր, մենք լցրեցինք բախիլների համար նախատեսված այսպիսի պլաստիկի ամանի մեջ եւ որոշեցինք, որ բախիլների համար ուրիշ աման կվերցնենք։ Ահա եւ այդ ուրիշ ամանը, հիմա վրայից գինը պոկեմ։ Դրան մոտ եմ դնում, կոշկամանի վրա, բախիլները, էլի կա այնտեղ, էլի կլցնեմ, ու այսպես ասենք աշակերտները գալիս են, ձյունոտ, անձրևոտ եղանակ է լինում, հատկապես նոր եմ մաքրած լինում հատակը, խնդրում եմ իրենք արդեն գիտեն, առանց որևէ պրոբլեմի, առանց որևէ պրոբլեմի երեխեքը հագնում են վախի, նոր անցնում են առաջ։ Всё, գանձերս, ես պատուհանի մաքրմամբ եմ զբաղված։ Մի քանի դնումներ ա խանութից Խորենը բերել, ոսպո բրնդով փլավ եմ սարքել, բայց մինչև կոտլետը կսարքեմ, այստեղ քյաբաբ ու շաուրմա է, երեխեքին քյաբաբ, մեզ շաուրմա, ուզել եմ պաքսիմատ, այդ կոտլետի համար, թարմ կանաչի եմ ուզել, կոլա զիրո, իմ և Խորենի համար, այստեղ հաց ա, այս ցինաբոնների ցանուշաբույժ, Խոր չի եղել բան, կեքս, ափսոս, սիրտս կեքս էր ուզել, որովհետև մեր ես պրի կեքսը շատ համով է, շատ։ Եվ միշտ բանջարեղենից միայն բանան, խնձոր և մանդարին։ Երեխեքան, ես պատուհանների, այդ ճիշտ ես դեպքում պատուհանագործի դրա եմ տառապում, ներքի բրիզ գնենք կամ փորձենք իրանցից ազատվել։ Պարապիլս արդեն պատրաստ է, մնում է նայել, եթե հարթուկեր ու կարիք կա հարթուկեմ, եթե չկա, դե կախենք։ Սիրելիներս, այստեղ ես անցել եմ մեր խոզատավարակատլետին, ափսոս Խորենը այսօր հավքից չբերեց, հետևաբար այդ պաքսիմատով սարքելու տարբերակս այս անգամ կմնա, որովհետև մեր MG չէր մտել, իսկ այս ներքևի շոկում հավքիտները սառնանից դուրս են վաճառում, մենք այդպես չենք գնում, դրա համար մնացինք առանց հավքիտ, այսպես ասած։ Ոչինչ, այս անգամ ուրիշ ձև կանենք, կարտոֆիլ սող կգցեմ մեջը, ու այդպես բան կանեմ սիրուն, ֆորման կտամ, ուզում եմ մի հատ հասկանամ խոզի ու տավարի խառնուրդով, ինչպես է ստացվում, մի հատ տեսնեմ, եթե զգամ, որ այդպես ավելի լավ է, հետ այսու կանեմ այս տարբերակով, իհարկե ուզում էի բան անեի, այդ դուք ասեք, աղայի, բայց մսաղացի չուզեցի հանեմ, բլենդերով էլ լավ չի խփում, ներվայնանում եմ, ասեք, մի խոսալով ընգա, ստեղ ավերջական բաներ արեցի, եկեք մի հատ ես կարգի, բերեմ ես սոխի պահերը, մի հատ հասկանանք, ես ուզում արևս,
Հիմա թարմ կանաչին բերենք, իսկ ումա կես հատ սոխը հերիքա։ Ջան, կանաչին իդեպ այսպիսի մի փունջը, ոչ մեծ, արժե 390 դրամ։ Այստեղ են ասել թալան է, թալան, բայց քանի որ սեզոն չի, կես փունջը եկեք լցնենք, այսպես, ես էլ կպահենք ինչ-որ սուպիկ մուպիկի համար, մուպիկի համար, այսօր լվացքի օրա մոտես անընդհատ մեքենաս աշխատում է, հիմա լեզու ունենար մի երկու լավ բան կասեր ինձ, կասեր աղջիկ ջան դու խիղճ ունես, ինչ օգտագործել եք ինձ օգտագործում, Արտաշես դու դաս ես անում, մի հատ հեռուստացույց անջատի, որ դու չգնաս գաս կանգնես դիմացը, երեխեք աղ լցրեցի ու կծու բիբար ունեմ, բայց քիչ կանեմ, որ երեխեքը կարողանան ուտել, ուղղակի առանց պղպեղ համեղ չի լինի էլի, եւ ավելացնենք նայում ես, հա, կամաց, եւ ավելացնենք գոլ ջուր, մոտավորապես այսքան, ինչի, որպեսզի համեղ ստացվի, եւ սկսենք խառնել մեր, չէ բալես, դրա մեջ ջուր չկար, Դավիթ, օրինակ դու ինչ ես այսքան համեղ, Մյոդ ես կերը, կստացի մյոդի են գթալով մյոդերից ունենք, մորանում եմ, տամ ուտես, օգտակար է, երբեմն շաբաթը մի երկու անգամ կարելի է։ Քեզ հիշացնում։ Հա, շատ կուզեմ, որ ինձ հիշացնես, գիտես բալիկս։ Մաման ենքան բան է օրվա ընթացքում հիշում, որ հոտը համով է։ Տատիկենց են տան, որ կատլետիկները սիրում ես, խոզի ու տավարի մսով, այս անգամ ես էլ եմ խոզի ու տավարի մսով սարքելով։ Լավ։ Հետո Հա, սրանով, հեսա մի հատ լավ ֆարշը բռնում ենք, մի 15 րոպե թողնենք, թող համը խառնվի իրար։ Հա? Հա, էլի համերը, այսպես ասած, մի հատ իրար թող գան։ Եվ մի 15 րոպեից կսկսենք մեր կոտլետները պատրաստել։ Մի քիչ վաղ խորելով եմ հարթում, որովհետև այս կտորները շատ զգուշություն են պահանջում, բայց հետևի ֆոնին ուշադրություն դարձրեք, հա քաոս է, այսօր այնքան գործ եմ արել իրականում, բայց նջասենյակի ձեռքերս դե նորմալ չի հասել, էլի, մենակ մետեղ եմ հավաքել, երևի վերջ։ Որեն ասման, արի առանց հարթուկել կախենք, ասում խորս շատ աղխշ բան։ Դեռ ինչ-որ մեկը մի բան խառնել է, թե ինձ ատինում, որ ինձ թվա ինչ-որ խառնել են իմ ռեժիմը։ Չի հա։ Բախենում եմ ռեզկի տաքացնեմ, վառեմ։ Դրա համար ավելավ ասեմ զգուշ։ Ամուսնյակս անցավ գործի իր հատվածին, կյանքը կերել եմ, խոր զգուշ չմրթվի, խոր խնդրում եմ Ես երազանքն է, այս պահին կատարվում է իմ երազանքը։ Էն որ առանձին պիտլյաները գցել ես։ Ուշկս գնում է վարակույր կախել։ Հա։ Հա, ոնց եմ սիրում։ Ես էլ լուրջ ընդունել։ Հուսամ չի ճմրթվել, որտեղ դետալային, մանրակրկիտ հարթուկել էի, բայց դե չգիտեմ։ Տեսնենք։ Mi amore, espresso macchiato, por favore. Yerki? Mi amore, espresso. Anne могу.
Կախեցինք, բարակույրը ունի այս տեսքը, խորենին հուզում այն հատվածը, որ մեջտեղը բաց է։ Կներես էլի, այս կոտլետը, որ ընդեղ դնեմ։ Ոչինչ դիժ, ոչ մի խնդիր։ Դու մի հատ ռեգուլիրովկա տա։ Իրականում պատուհանս օքեյ մաքրած է, պրոստը տակուհովից գոլորշի է տեղ-տեղ կապել, դրա համար մի քիչ sense նիտո է, բայց ընդհանուր ինձ դուր է գալիս։ Հա, մեջտեղի մասը բաց է, բայց դա կսովորենք։ Մեկը սա ննջասենյակ չի, որ ասեմ, չգիտեմ, պիժամայով ես ման գալիս կամ փոխվում ես դրսից կերևա, հետևաբար կարծում եմ օքեյ է։ Այսպիսի տեսք ստացավ մեր խոհանոցը։ Խոհանոցի նախկին բարակույրը բերեցի ննջասենյակ, որովհետև այստեղ լույսի պակաս կա ու հատկապես ձմեռը, նախընտրեցի ավելի թափանցիկ բարակույր կախենք, հատկապես որ ինքը ննջի, որ պրյամ խոհանոցի բարակույրը, սրա մյուս թայը մեր հյուրասենյակում է։ Դրա համար կարծում եմ այսպես ավելի լավ կլինի ու ույուտնի, բայց չեմ հարթուկել, որովհետև շատ ճմրթված չէր։ Երեխեք մի հատ նայեք ինչքան սիրուն եղավ այս բարակույրը ննջասենյակում, ցերեկը вообще ընտիշ կնայվի, ինչ շատ է դուր գալիս տեսքը ու կարծում եմ սենյակին էլ ավելի շատ ույուտ հաղորդեց, не знаю. Мне очень нравится. Pasta, granit. Avro. Հավով պաստա։